Նակում է կենտրոնի առավոտեսելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են, ինչ խորամանկությունների միայն չի դիմի մայրը, որ դուստրը վերջապես ամուսնանա, բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։ Ապրիլի 25-ին և 26-ին ժամը 20:00 Հակոբ Արոնյանի անվան երաժշտության կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ է «Ինչպես չամուսնանալ», էքսցենտրիկ կատակերգություն մեկ շնչով։ Հեղինակ Միխայիլ Հեյֆեց, այս ամենի մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Բարև ձեզ։ Բեմադրիչ Գոհար Փոքրիկյան, Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Լարիսա Ղևոնդյան և Հասմիկ Մխիթարյան։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Մենք չգիտենք ինչ անենք, որ ամուսնանան, շատ երեխաներ ունենան, դուք համոզում եք, որ չամուսնանան։ Ինչու՞։ Ինչու՞։ Ընտիր հարց, թե պատասխանենք։ Ոչ թե համոզում ենք, որ չամուսնանան, այլ այն մեթոդները, որով համոզում ենք, պարզապես դրանք են մեր կարծիքով մի քիչ թյուր, եթե հանդիպի օրինակ մեր կերպարը, աղջկա կերպարը հանդիպի մի հրաշալի երիտասարդի եւ իրենց մեջ սեր առաջանա, միանշանակ այո, մեքենայով կարող է լինել, ինչու՞ չէ։ Այդ դեպքում իհարկե միանշանակ կողմ կլինենք, որ ամուսնանա, նույնիսկ Լարիսայի հետ համաձայն ենք միզանսցենը այնպես փոխել, որ հենց սկզբից ամուսնանա, բայց քանի որ այստեղ հարաբերությունները այնպիսին են եւ առաջադրվող պայմաններն այնպիսին են, որ սերը դեռ չկա, ասեմ ավելին սպասվող փեսացունել դեռ սարերի ետևում է, այնպես որ ամուսնանալու ցանկացած մեկի Առաջին պատահածը, որ ես կբերեմ։ Մայրը դուք եք։ Մայրը, այո։ Իսկ ում եք պատրաստվում Եթե չունես տեխնացու, ուրեմն ես կգտնեմ քեզ համար։ Բայց գտնում եք։ Չէ։ Եվ ինքս խրվում եմ շատ վատ պատմությունների մեջ։ Դուք եք բաժանվում։ Այո, չէ, ես բաժանված եմ, ես ամուսին չունեմ։ Դուստր ունեմ։ Դա կատակերգություն է, ինչպես հասկացա։ Դուք եք խաղում դուստերը։ Այո, ես խաղում եմ դուստերը։ Եվ այդ փորձությունների միջով ես եմ անցնում, բայց ասեմ, որ ես էլ պակաս փորձություններ չեմ ստեղծում մայրիկի համար, որովհետև ես մայրիկի աղջիկն եմ։ Դա ենթադրում է, որ շատ ինտրիգային մայրու աղջիկ են նրանք։ Բայց կուզենամ մի քիչ այդ սկզբին վերադառնալ, երբ որ ասում ենք ինչպես չամուսնանալ, այնտեղ շատ խնդիրներ է առաջ բերվում, որոնք որ պետքա լուծել նոր ամուսնանալ, այդ միտքն էլ կա։ Օրինակ, երբ որ մենք ներքուստ մեզ չենք ճանաչում, այս աղջիկը ունի եւ մանկությունից եկած խնդիրներ եւ վախեր ունի եւ միգուցե չի ցանկանում, միգուցե ինչ որ բաների ինք ուզում է հասնի նոր ամուսնանա, շատ բազմաշերտ է։ Ու այդ ամեն ինչը պետքա իսկապես լուծել, եթե ուզում ես դու որակով ընտանիք ունենալ ու այդտեղ էլ աղջիկը ամեն դեպքում տեղ ասում է այդ մասի, որ եթե դու ուզում ես կայուն եւ լավ հարաբերություններ ունենալ, պետքա շատ խնդիրներ լուծես։ Հետաքրքիր, տղամարդիկ տենց մտածում են, որ եթե մենք ուզում ենք կայուն եւ լավ ընտանիք ունենալ, պետք է շատ խնդիրներ լուծել, թե այդ ամենը ընտանիք է։ Հետաքրքիր է, որ կանանցով եք շփվում իրար հետ։ Այո, քանի որ տղամարդիկ տղամարդկանց հարց եք մտածում են, թե չէ։ Դեմը ոնց է չեն մտածում։ Մեջ տղամարդիկ չկան, այդ իսկ պատճառով հաճկա բացատրել, բայց իրենց ստեղծած խնդիրները կա այնուամենայնիվ։ Չէ՞ որ ասում էին չկան, բայց իրենց խնդիրները կան։ Անկամ իրենց բացակայության դեպքում ասма խնդիրները կան, հա։ Հա, մեծ մոտ կարծում եմ, որ այդ շերտն էլ կա։ Բայց հետաքրքիր է, մի տղամարդ չէր, որ վերջում չբերեցիք։ Մեծ խնդիր, մեծ խնդիր է։ Այո, դա է, կարծման մեջ սա իրոք լրջագույնս մեծ խնդիր է։ Այո, ոնց որ լավ ներկայացում է, հա։ Երիտասարդների մտածելու տեղը գիտեք շատ ակտուալ է այս գործը այսօր։ Իրոք ես իմ շրջապատում նայում եմ, լսում եմ, որ իրոք շատ դժվար է գտնել տղամարդ։ Շատ։ Երևի տղամարդիկ էլ ես այսպես եմ մտածում, ասենք մի քիչ վաղ ժամանակները ուրիշ կյանքեր, հիմա շատ բան է փոխվել, աղջիկները շատ կայուն են, արդեն ոնց որ կայացած են։ Վայ։ Լուրջ եմ ասում։ Դուք Հայաստանում եք ապրում։ Այո, ես ճիշտ եմ ասում, ես նայում եմ իմ շրջապատում եւ այդ տեսակ աղջիկները ասում են չեմ գտնում։ Ինձ համապատասխան չեմ գտնում։ Ու ես արդեն չեմ մեղադրում։ Այո։ Եթե իրականում հետ գանք եւ չեն շտապում ամուսնանալ, այ դա էլ է այսօրվա
երևի խնդիր։ Դե բա Եվրոպա են գնում։ Դե էդ եմ ասում։ Եվրոպայում հասել եք արդեն։ Եվրոպայում 40-ից հետո նոր սկսում են երեխաներ ունենալ։ 40 տարի առաջ 20-ից հետո ասում էին ու շատ։ Իսկ ճիշտը ո՞րն է, որ շատ հաճախ ես անընդհատ լսում եմ իմաստուն մարդկանցից, որոնք ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ասում են այ որ մինչև 25 չամուսնացար, հետո չես ամուսնացել եւ այլն։ Իսկ ճիշտը ո՞րն է, այնուամենայնիվ վառվռուն աչքերով դեռ երբ ծովը ծնկներիցդ է երիտասարդ տարիքում եւ դու մտածում ես, բայց ինչու պիտի չկարողանամ ընտանիքս ձևավորել։ Ամուսնանալ այդ ժամանակ, թե սпасել 25-ից հետո դառնալ քթիմաս ու չամուսնանալ։ Չի, ինչքան երիտասարդ այնքան հեշտ է երևի, որովհետև շատ բաների։ Այդ ժամանակ շատ համարձակ ենք։ Շատ բաներ չես հասկանում։ Դու ուղղակի այսպես գնում ես։ Դու այդպես խրվում ես։ Սիրո ետևից։ Այո։ Դու չես մտածում ոչ մի խնդիրների մասին, դու չես հասկանում ինչ է դա ամուսնությունը։ Դա ամենասիրունն է ինձ մեջ, չէ՞։ Ընկնում ես այդ։ Ախր բոլորդ խոսում եք զգացմունքներից ու զգացմունքային պահից, ոչ մեկ չասեց, որ առհասարակ բնությունից մենք ստեղծված ենք նենց, որ օրինակ չգիտեմ, կինը 40-ում շատ դժվար է, երեխա ունենում 25-ում ճիշտ ժամանակն է երեխա ունենալու։ Հիմա արդեն դա էլ է հեշտացել։ Դա էլ է հեշտացել արդեն։ Բոլոր հարցերը կոնկրետ տարիքը իմ կարծիքով հարաբերական է այդ թվերը։ Գոյություն ունի ներքին քո վստահությունը, քո ցանկությունը, արդեն քո մոտեցումը յուրաքանչյուր հարցին։ Դե չեմ ասում 50 տարեկանում, բայց 25, 22, 30։ Սերը միայն բավարար է։ Ոչ, ես դեռ չեմ կարող ասել։ Սերը առաջնահերթ կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց վստահությունն է շատ կարևոր, փոխադարձ հարգանքն է շատ կարևոր, իրար ունենալու ուրախությունն ու երջանկությունը եւ առանց իրար ապրելու վախը։ Շատ են, եթե կատակը մի կողմ թողնենք, ճիշտ ընտանիք կազմելու բաղադրիչները շատ են, սերը դրանցից մեկն է, գուցե եւ կարևորագույններից մեկը, բայց միայն եթե սեր կա եւ չկան մնացած բաղադրիչները, ընտանիք դժվար է պահել, այո։ Բայց երբ սեր կա, հարգանք էլ կա, թե կարող է լինել սեր, հարգանքը չլինել, լինում է։ Լինում է։ Գուցե դա մտածածին երևակայական սեր է, որ լինում է սկզբում, բայց երբ մտնում ենք կենցաղ եւ այստեղ արդեն գալիս է մեկը մյուսին հարգելու, մեկը մյուսի սահմանը ճանաչելու, չանցնելու խնդիրները եւ սա չի կառավարվում, այդ դեպքում արդեն սերը քիչ-քիչ իր դիրքը զիջում է մնացած զգացմունքներին ու զգացողություններին եւ այստեղ մենք ունենում ենք սիրո էլ ասում են, ինչպես գիտենք, մեկ քայլ է։ Եվ հակառակը։ Հետաքրքիր է այն երիտասարդները, որոնք ներկա կլինեն, ինչ են տանելու իրենց հետ այս ներկայացումից հետո։ Շատ ծեծված այդ սովետի ժամանակվա արտահայտությունը, ինչ ենք տանելու մեզ հետ։ Բայց ինչ պիտի հասկանային երիտասարդը, որը նայում է ինչպես չամուսնանալ։ Երիտասարդը կսկսի մտածել, թե ինչն էր պատճառը, որ այս աղջկա մոտ չէր ստացվում այդ ամեն ինչը, ու ինչպես որ սկզբում նշեցի, ինքը կփորձի գտնել այդ խնդիրները, որովհետև այս կերպարի խնդիրները ուրիշ են, իր խնդիրներն էլ ուրիշ են լինելու, բայց ինքը կհասկանա, որ իր մեջով պետք է անցկացնի այդ բոլոր հարցերի պատասխանները ինքը ունի, սկսած այն ընտանիքից, որտեղ որ ինքը մեծացել է, սկսած այն շրջապատից, որտեղ որ ինքը ապրում է, սկսած այն ապրելակերպից, որ ինքը ունի, ու կհասկանա, թե որտեղ է սխալը։ Ում ստեղծագործությունն է։ Միխայել Հեյֆեց։ Այդ ժամանակակից գրող է։ Այո, ժամանակակից գրող է եւ ինքը բավականին շատ բեմադրվող է այսօր։ Ինչ ազգ է։ Ոչ միայն ռուս հեղինակ է ինքը, ռուսալեզու շատ հետաքրքիր ստեղծագործություններ ունի եւ Ռուսաստանում է բեմադրվում, Հայաստանում իր բարձրացրած խնդիրները մեր Հայաստանի իրականության հետ համապատասխան են արդի է, թե փոփոխությունների խնդիրը այո, համամարտկային է, համամարտկային է։ Ճիշտ է, մենք փորձել ենք նաև բեմադրական միջոցներով, բեմանկարչական լուծումներով խորքային շատ խնդիրներ ցուցադրել, ինչի մասին խոսեց Հասմիկը, այսինքն պիտի հաշվի առնենք, թե ինչպիսի ընտանիքում է ծնվել, կիսատ ընտանիքում է ծնվել, թե ինչպիսի փորձառություն ունի մայրը մինչև Հասմիկի կերպարի լույս աշխարհ գալը, այո, եւ ինչպիսի ճիշտ է օրինակ ունի, եւ այս ամենը նպաստել են, որ Հասմիկի կերպարը վախենա
բացել իրեն, բացել իր սիրտը, հոգին, միտքը ամուսնության համար, իսկ մայրն էլ քանի որ վախենում է, որ կունենա իր օրինակով սխալ կոտրված կյանք, մտածում է, որ եթե գտնի առաջին պատահածին ու փորձի աղջկան ամուսնացնել, այդպիսով կփրկի աղջկա ապագան ու ճակատագիրը, բայց չարաչար սխալվում է, որովհետև իրականում ինքն էլ դասեր չի քաղել իր ապրած կյանքից ու իր սխալներից։ Այո, հենց այդպես է եղել է եւ հիմա աղջիկը այսպես տեսարան կա, որ երեսով է տալիս, բառից բուն իմաստով, մորը երեսով է տալիս, որ դու քո օրինակով ես ուզում, իսկ ուր է իմ հայրը, առաջին պատահածի հետ ամուսնացել ես եւ կյանքում չեմ տեսել եւ այդ բացը միշտ կա, որովհետեւ լավ, շատ փակագծեր չբացեմ, որպեսզի հետաքրքիր։ Քանի հոգի ես զբաղված բեմում։ Ձեր կարծիքով քանի հոգի զբաղված կլինեն։ Երկու հոգի, այո։ Մայր եւ աղջիկ։ Մայր եւ աղջիկ եւ բազմաթիվ փեսացուների ստվերներ, այսպես ասած։ Մի հարևան չկա գա մի խորհուրդ տա մի բան ասի, չէ՞։ Ինձ թվում է իրենց որևէ հարևան չի ուզենա շփվել։ Իրենց միշտ գրիվների, գորգորոցների ձայներ է գալիս եւ իրենց տունը շատ հաճախ պատերազմի դաշտի է վերածվում, երբ որ թեման նորից վերադառնում է ամուսնանալուն ու չամուսնանալուն, այնպես որ կարծում եմ հարևանները վաղուց վաճառել են իրենց տները եւ լքել են այդ տարածքը, որտեղ ապրում են աղջիկն ու մայրը, այո։ Ես մի լավ ընկեր ունեմ, ով այս տարի բարեբախտաբար ամուսնանում է եւ չասենք շատ մեծ է, բայց հատել էր են երիտասարդ սահման ամուսնության ու անընդհատ տանը խոսվում էր, որ ինքը շատ լավն է, բայց ունի մեկ թերություն, որովհետև չի ամուսնանում եւ դա որպես թերություն էինք արդեն ընդգծում։ Իրականում, երբ այսօրվա հասարակության կարծրատիպերին նայենք, որովհետև փոխվել են դրանք բավականին, քննադատության ձևերն են փոխվել, եւ երբ նայում ենք երիտասարդների որոշումներին, շատ իրարամերժ է մեղադրել թե ոչ, որովհետև եթե մարդը իսկապես չի ամուսնանում, որովհետև օրինակ ինքը գիտի, որ պիտի ունենա սա, որպեսզի իրեն թույլ տա նման բան, դու իհարկե սկսում ես բավական մեծ հարգանքով նայել այդ մարդուն, այդ անգամ կնոջ դեպքում, այսինքն եթե տղան է մտածում, այդ էլ ավելի լավ, որովհետև մեծ պատասխանատվություն իր վրա է պահելու, այսպես ասած, այդ ընտանիքը։ Իսկ եթե կինն է մտածում, որ ինքը բավարար գիտակից չէ հաղթահարելու օրինակ ընտանեկան այն կենցաղ ասվածը, որը սպանում է յուրաքանչյուր սեր կամ սիրո դրսևորում եւ ունենաս այնքան իմաստություն, որպեսզի կարողանաս դրանք, այդպես ասած, հաղթահարել, էդ էլ է էլի գովելի, որ եկել են այն գիտակցության, որ ուզում են պատասխանատու կերպով մոտենալ ամուսնությանը, ոչ թե ամուսնանան 2 ամիս հետո բաժանվեն։ Ես կարծում եմ մեր բեմադրությունը նաև կօգնի, որ այդ մասին էլ մտածեմ, որ դա պատասխանատվությունը մայրը թե ինչպիսի երեխա է դաստիարակում, որովհետև էլի եմ ասում, այդ օրինակը աղջիկը չի ունեցել։ Իրեն թվում է, որ բոլորը պետքա միայնակ լինեն ու ինքն չի կարող իր երեխային իր ուզած կերպով դաստիարակել։ Այո, այդ պատասխանատվության մասին ինձ թվում է հաստատ կմտածեն։ Դե ընտանիքի օրինակը շատ կարևոր է ամուր եւ կայուն ընտանիք ունենալու համար, այսինքն շատ կարևոր թե դու ինչ ընտանիքում ես մեծացել եւ ինչ ես տեսել, այդ ամեն ինչը շատ կարևոր ֆակտոր է։ Եվ ընտանիքի մոդելը առհասարակ պահել, որ դա ամենակարևոր բանն է, որ մարդ պիտի իր կյանքում ստեղծի, այդ շատ կարևոր է, որ երեխաները լսեն, անկախ նրանից այդ մայրը միայնակ է, միայնակ չէ։ Մենք ուղղակի եկել ենք մի փուլ, որտեղ ընտանիքի մոդելն է արժեզրկվում։ Ու կարող է առանց ընտանիքի երջանիկ լինել, ինչ կա, որ ես միշտ ասում եմ, չկա այդպիսի բան։ Դա շատ ցավ է։ Այն որ մեկ օրինական կանայք, ովքեր ունեն անհաջող ամուսնություն եւ իրենք խոսում են, երբեք երկրորդ անգամ չեմ ամուսնանա եւ դա ասում են երեխաների մոտ, կամ ասում են, որ ինչի՞ս է պետք, հա, ես միշտ ասում եմ, դուք ուղղակի քան դուք հարապ եք անում ձեր երեխայի գիտակցությունը, ապագան եւ այդ սիրո հանդեպ այն գեղեցիկ լուսավոր պատկերացումները, որ կարող են որովհետեւ երբեք չգիտես թե ինչ ապագա է ունենալու։ Միանշանակ, առասարակ չի կարելի այդ տեսակ քարոզանել եւ ասել ինչի է պետք ամուսնությունը։ Ասում ամուսնացեք իմանաք ինչ պետք է։ Դե ձեզ ինչ ասեմ, հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Լավ պրեմիերա, թող լինի, տոմսեր ունեք։ Դեռ կան, այո, կան։ Բա ուր է մեր հրավիրատոմս։ Թատրոնից կուղարկել։ Շնորհակալություն։ Ասես հենց եմ միջից փաստի առաջ կանգնացնում մեր հյուրերին, հետո մեկա չեմ գալիս, որովհետև հետո պարտում եմ մենք մեր ներկայացման փորձին ենք չեն կարողանում գալ, բայց այնուամենայնիվ վստահ եմ, որ հիմա շատ երիտասարդներ ոգևորվեցին ու կգնան կտեսնեն հիմա ամուսնանալ թե ոչ, եւ եթե այո, ապա ինչու
կամ ինչ ձևերով։ Կամ ում Ես հետ։ հուսամ դες կմիշտ։ Դες հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն հրավերի։ Ուզում եք հիշեցրեք երբե։ Այո, ապրիլի 25-ին եւ ապրիլի 26-ին ժամը 20:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքր դահլիճում Երվանդ Ղազանյան թատերասրահում սիրով կսպասենք մեր հանդիսատեսին։ Շնորհակալ ենք։ Մեր եթերում Գովաստ։